Խորհրդային միության բանակի օրը փետրվարի 23-ը հետախույզ վետերան Վովա Վարդանովի համոզմամբ Հայաստանում չպետք է տոնվի, հատկապես երիտասարդության շրջանակներում։ Նա փետրվարի 23-ը համարում է հնարովի տոն։ Իմ կարծիքով դա մեր տոնը չի, էլ չեմ ասում Մոգոնովի տոնը, 18 թվականին Յանիմ գերմանական գումարտակը Պսկովի Նարվայի տակ կանգնացրեցին կարմիր բանակայինները, որ իրականությանը չի համապատասխանում, անգամ 33 թվականին Վարաշիլովը, երբ որ զորահրամանատարն էր սովետական միության զորքերի, նա ասաց, որ փետրվարի 23-ը ոչ մի կոնկրետ իրադարձության հետ կապ չունի, ու դա պատմական փաստ է։ Դա ասել է 33 թվականին գլխավոր հրամանատար Սովետ միության մարշալ Կլիմենտ Վարաշիլովը։ То есть Մոգոնովի տոնը մեր համար, որպես Սովետ միության ժամանակին զինծառայողներ ենք եղել, մեր համար, այո, ինչ-որ տեղ հաստատաշնի sense պրինցիպով տոնը, բայց Հայաստանի անկախության համար շատ ավելի կարևոր օրեր կան, ես նկատի ունեմ, ասենք, Հայաստանի ավիացիայի օրը, հետախուզության օրը, բանակի օրը, Վարդանանց տոնը, դրանք որպես հայկական զինվորականության եւ տղամարդկության խորհրդանիշ հաստատ ավելի կարևոր են մեր համար, քան Մոգոնովի ոչ մի բանի հետ կապ չունեցող սովետական կարմիր բանակի, որում ի դեպ նորմալ ծառայել եմ ու վատ զինվոր չեմ եղել, բայց ամենայն դեպս արդեն մերը չի։